Նիկոլականներ ուշադիր նայեք, ձեր Նիկոլ հայրիկը ասում է, որ ինչի վրա եք այտենց վստահ, ոնց եք վստահ, որ դուք հաղթելու եք, չէ՞, դուք էլ եք ասում եք ձեզ այդ ամեն ինչը որտեղից, ոնց եք ջոգե, ոնց եք հասկանում, իհարկե արտաքին ուժերի հետ կապված առանձին կբացատրեմ, բայց հիմա խոսում եմ հայ ժողովրդից ու հայ ժողովրդի որոշումից, բացահայտ փաստերով, առանց որևիցե խոսքի մակարդակի այլ կոնկրետ փաստերով, ժողովուրդ ջան, այսօր Նիկոլ Փաշինյանը Գյումրիում համերգով, չգիտեմ համերգա դրի անունը, այստեղից մարդատար է, ես իմ քանի մեքենաներով դնեմ ուշադիր նայեք, նայեք ինչքան մարդ է հավաքվել, ինչքան մարդ է այստեղից գնացել Գյումրի ու ինչքան մարդ է հավաքվել, իրանց պես ոչ կեղծիք ենք անում, ոչ մի բան լրիվ իրական փաստեր են, մի հատ խնդրում եմ ուշադիր նայեք։ Ամենաառաջին նկարը դա այն շարասյունն էր, որով Փաշինյանը գնում է Գյումրի։ Հետո դուք տեսնում եք Գյումրիում հավաքված համերգը գնում է, դուք համերգի ձայնը լսում եք եւ տեսնում եք հրապարակի դատարկությունը։ Հասկանում եք, եթե այդ հրապարակը լեփլեցուն լիներ, հիմա Փաշինյանենք այնքան նկար էինք գցե, այնքան, որ այս Facebook-ը ոնց թերթեք, այդ նկարները կտեսնեիք։ Սա փաստ է։ Փաստեր են, որոնք արձանագրվում են, ոչ Մանուելն է ինչ-որ իր ցանկությունները դրե արտահայտում, ոչ էլ ինչ-որ այլ մարդ, արձանագրում են փաստերը։ Հիմա նայեք նույն ձևով միայն Սամվել Կարապետյանի հրավիրած հանրահավաքը, միայն Սամվել Կարապետյանը, կրկնում եմ, ոչ Ռոբերտ Քոչարյան կա, ոչ Գագիկ Ծառուկյան կա, միայն Սամվել Կարապետյանի հրավիրած հանրահավաքը նայեք, որ հանրահավաք է արել, նայեք։ Իմ ձեռքերում մեր խորհրդանիշն է, մեր դրոշը, մեր մյուս խորհրդանիշը վտանգի տակ է այս իշխանության կողմից, մեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը մեր սրտում։ Կարծում եմ տեսակ, հիմա ով իրավունք ունի խոսելու ժողովրդի անունից, պատկերացրեք ինչքան որ Սամվել Կարապետյանը այդտեղ հանրահավաք հրավիրել եւ մարդիկ կան, մի այդքան դրանից ավել Քոչարյանն ունի, մի այդքան դրանից ավել էլ, այսպես ասենք, Ծառուկյանն ունի։ Եվ երբ որ թպրտում է Փաշինյանը ազգային ժողովի ամբիոններին ասենց բաներ անում, դողում է արդեն, նա դա գիտի, ազգային անվտանգություն ունի, որ Իրան ամենօրյա ռեժիմով զեկուցում է, իր փողոց դուրս գալու ընթացքում այդ ամեն ինչը հասկացե ժողովրդի վերաբերմունքից եւ վստահ հասկանում է, որ չի կարողանալու, հասկանում եք, ու ինքը դա գիտի արդեն, ինքը իր թիմակիցները գիտեն, իրանց պատերին են տալիս, պոլերին են տալիս, իրանց տերերն են իրար խառնվել արդեն, հասկացել են, որ Փաշինյանը շանսեր չունի, իրանց բերած տերերն են իրար խառնվել։ Եվ այս փաստերը թող յուրաքանչյուր հայ տեսնի եւ հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը անգամ միայնակ օգտագործելով պետական ռեսուրսը, լծակները, մարզպետներ, ՊՆ նախարար, այս ամբողջ լծակները օգտագործելով չունի Սամվել Կարապետյանի չափ մարդ, միայն Սամվել Կարապետյանի չափ մարդ չկա իրեն աջակցող, հասկանում եք,
Ու սա ուզում է խոսա հայ ժողովրդի անունից կամ ասի, որ հայ ժողովուրդն իրեն ընդունում է։ Սա այն փաստերն է, որով ես դնում եմ եւ հայտարարում եմ եւ ժողովրդին ցույց եմ տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի աջակցություն։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որ ձեզ ասում եմ, հունիսի 7-ին չի ընտրվելու, ասում եմ, որովհետեւ ինքս մշտական ռեժիմով ժողովրդի մեջ եմ, շփվում եմ ժողովրդի բազմաթիվ շերտերի հետ եւ լավ գիտեմ ժողովուրդը ինչ է մտածում։ Ու ժողովուրդը մերժում է դրանք կտրականապես։ Սրանք փաստեր են։ Ուրիշ բան ես այս փաստերը չդնեի, չներկայացնեի, ասեի քա Մանուելի ցանկությունն է։ Ինքը ընդդիմադիր դաշտում է, ուզում է որ չանցնի։ Ոչ, սա գիտի նաև Փաշինյանը եւ դրա համար սարսափած է, անգամ անպատվում է ժողովրդին։ Շուն ու շանգյալ է համարում այն մարդկանց, ովքեր իրեն չեն ընտրելու։ Մտածում է այդպիսով կարա վիրավորի ու ազդեցություն գործի, որ գնան իրեն ընտրեն, եւ չի հասկանում, որ ինքը վաբշե չի ընտրվելու իր լկտի բառապաշարի համար։ Թկած ունեն իր վրա։ Ինքը գիտի այդ լկտիությամբ կարա մարդկանց գցի ազդեցության տակ, պատասխանը կստանա ընտրություններին, կտեսնի։